Բարև ձեզ, Սաթոփ տեսնա, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Պաշտոնակռվի փոխարեն հասցեակռիվ բոլոր ճանապարհները չէ որ ցանկանում են հատվել Մելիք Ադամյան փողոցի հետ։ Այնինչ ասել է պարոն Շարմազանովը, ասել է իրա տեսօր է։ Պարոն Շարմազանովը վատ է ձեռակերպել իր միտքը։ Անաստաս Միկոյանի ուրվականը ինչը չեն ներում հայերը, երբ ընդդիմանում են Երևանում սովետական ականավոր գործի արձանի տեղադրմանը։ Նախարարական կրքեր, ինչպիսին է քննադատության աստիճանը, երբ նախկինները խոսում են իրենց պաշտոնում հաջորդածների մասին։ Սպորտդպրոցներում մարզիկներին հանեն շոֆերներին տեղադրեն, հա, տնօրեն։ Էտա, հա, լավ է։ Մտահոգություն Նյու Յորքից Հայաստանում արվեստագետներին չեն հասկանում առավել շատ, քան աշխարհի որևէ այլ երկրում։ Հայաստանում ես հասկանում եմ, որ դա ավելի դժվար է։ Կենսորիա հարցերը մինչև վերջ լուծված չեն, որպեսզի մարդիկ մտածեն արվեստի մասին։ Դատարաններում կրքերը մարելու փոխարեն ավելի են բորբոքվում։ Շաբաթվա հարցերն ու պատասխանները։ Եկեք դուք ինքներս զգացեք, ես քանի թիկնապահ ունեմ, թիկնապահները հարվածում են աշխատողներին, գումար պահանջում են, չեն պահանջում։ Ես սիրում եմ իմ տունը, իմ կահույքը, իմ կենսակերպը, ապրելաձևից մեծ փոփոխություններ չեմ կարող։ Նախ շաբաթվա ամենակննարկված թեմայի մասին։ Համացանցում մեծ աղմուկ է բարձրացել Անաստաս Միկոյանի անվան եւ Երևանում նրա արձանի կանգնեցման շուրջ։ Շատերն են Անաստաս Միկոյանի վերաբերյալ գտել հնարավոր կոմպրոմատներ արձանի կանգնեցման դեմ բողոքը հիմնավորելու համար։ Դրանք հիմնականում հետևյալն են։ Միկոյանը Եժովի միջոցով դիմել է Ստալինին Հայաստանում հավելյալ թվով մարդկանց գնդակահարելու համար։ Միկոյանը Նարիմանովի եւ այլոց հետ գրել է Մոսկվա, թե Արցախն ու Զանգեզուրը պատկանում են Ադրբեջանին եւ վերջինիս կազմում էլ պետք է մնան։ Իր ելույթներում Միկոյանը մշտապես արժևորել է այն բոլշևիկներին, որոնք հանուն գաղափարի նույնիսկ սեփական հորն են համարել ժողովրդի թշնամի։ Վերջին թեմայի առիթով ոմանք նույնիսկ արխիվից պեղել ու գտել էին Անաստաս Միկոյանի հայտնի ելույթը, որը հենց հիմա ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Пионер Оля Щеглов, который знает, что такое советский власть для него, для всего народа, увидав, что родной отец, он ему теперь не родной, он сказал НКВД, чтобы отца уничтожить как врага народа. Вот какие люди у нас, товарищи, есть. Вот какие пионеры у нас есть. Вот где наша сила и мощь. Սպանիր երկու մարդ քեզ կանվանեն մարդասպան, սպանիր միլիոնների քեզ կանվանեն նվաճող։ Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է եւ համեմատական, հայտնի խոսքերը հիշեցրեց պատմաբան Միհրան Հակոբյանն ու խոսքն ուղղելով Միկոյանին անխնաքննադատողներին գրեց հետեւյալը. Ինչ մի լացուկոց եք կապել, մի ժամանակ ուսումնասիրեք, խորամուխ եղեք ժամանակի բարքերի մեջ։ Այդ շրջանակներում ով էր սուրբ, որ Միկոյանն անմեղ լիներ։ Մի ալարեք, կարդացեք Միկոյանի հուշերը եւ տողատակերում կհանդիպեք զղջանք ու ապաշխարության որոնում։ Այսօրվա չափանիշով ու չափորոշիչով 30-ականներն եք գնահատում։ Արման Եղիազարյանն էլ նշելով, որ Անաստաս Միկոյանը զուտ հայազգի եւ ոչ թե հայազգային գործիչ է, գրեց հետեւյալը. Նա ԽՍՀՄ գործիչ է, ոչ թե Հայաստանի, թեկուզ խորհրդային Հայաստանի գործիչ։ Նրա համար կուսակցական գաղափարը վեր է եղել ամեն ինչից, որը նա փորձել է հիմնավորել նույնիսկ անհրաժեշտության դեպքում սեփական հորը թշնամի հռչակելու պատգամով, այսինքն ինքն էլ կաներ նույնը եւ արել է, ըստ որում հավատալով, որ դա է ճշմարիտը։ Արդյոք մենք այսօր կարիք ունենք նման ճշմարտությունների կրողների հուշարձանների։ Նա բոլշևիկյան կուսակցության եւ խորհրդային պետության գործիչ էր, որը խորթացել էր ազգայինից։ Միկոյանը իրոք մեծ գործիչ էր, բայց ոչ հայ գործիչ։ Կառավարությունն անցած շաբաթ վերջնական տեսք ստացավ։ Վերջին նախարարը, որ նշանակվեց, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էր։ Նա մինչ օրս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն էր։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս առիթով գրեց. Փաստորեն վերականգնվեց հին ավանդույթը, որ ԲՀԿ-ն պաշտոնապես մաս չի կազմում կառավարությանը, բայց հենց Գագիկ Ծառուկյանի մարզն է դառնում սպորտի նախարար։ 168 ժամ թերթը հետաքրքրվել է Յուրի Վարդանյանի ճակատագրով ու մասնավորապես գրել է. Լավատեղյակ աղբյուրների համաձայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարը կարող է նշանակվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, որ թափուր է մնացել Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու արդյունքում։ Երկիրայեմի տեսանյութում էլ պատկերավոր ասած նախկինների բախում էր։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է իր հրաժարականից հետո գերատեսչությունը ղեկավարածի եւ նորանշանակ նախարարի մասին։ Ռոստոմյանը կարծիք է հայտնել, թե նոր նախարարը տխուր ժառանգություն է ստացել, քանի որ հինը մարզիկներին հանել է եւ շոֆերներին ու միլիցիայի աշխատողներին մարզադպրոցների տնօրեն է դրել։ Շատ դժվար է այդնելու, որովհետեւ այդ sense քանդել, sense ոչ մասնագետներին բերել լցել նախարարություն, հա, որ սպորտդպրոցներում մարզիկներին հանեն շոֆերներին տեղադրեն, հա։
շաբաթվա ամենակննարկված նախադասությունը Մելիք Ադամյան փողոցի մասին էր։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այն մարդկանց համար, ովքեր իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի, դա ՀՀԿ-ն է։ Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը։ Քննադատությունների պակաս չզգացվեց ուղղված Էդվարդ Շարմազանովին, ում պաշտպանողներն ու նրա խոսքը պարզաբանողներն էլ բնականաբար հիմնականում ՀՀԿ-ից էին։ Գեղամ Պետրոսյանն այս առիթով գրեց. ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ քաղաքական դաշտն անցնում է ցանցային հորիզոնական կառավարման մոդելին։ Թվում է քիչ թե շատ տառաճանաչ մեկը առանց լրացուցիչ բացատրությունների եւ մտավոր խնդիրների հաղթահարող մանկավարժի աջակցությամբ պետք է ըմբռներ, որ խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է դասագրքային ճշմարտություններ եւ քաղաքական ցանկացած ուժի խնդիրը պետք է լինի քաղաքական դաշտում զբաղեցնել հենց այն գրասենյակը, որտեղով անցնում են երկրի կառավարման հիմնական թելերը։ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, թե այնինչ ասել է Էդուարդ Շարմազանովը, ասել է իրատեսորեն, որ եթե կան ուժեր, որոնք հանրապետական կուսակցությանը համարում են այլևս ոչ ուժեղ կուսակցություն, նրանք չարաչար սխալվում են, որովհետև հանրապետական կուսակցությունը հզոր եւ պատասխանատու կուսակցություն է։ Ինչ վերաբերում է նրան, որ արձագանքելով նույն հայտարարությանը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը, ապա ՀՀԿ-ական падգամավորի եւ ընդդիմադիր ժառանգականի կարծիքը հետեւյալն է։ Թերևս Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը այն է, ինչ սահմանադրությունն է ասում։ Իսկ իշխանություն ձևով է ժողովուրդը։ Իսկ պետք է ասել ֆերմենտ։ Ուրիշ ինչ պիտի ասել, եթե պիտի ավելի վատ բան ասել։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով իդեպ ԲՀԿ առաջնորդի խնամին է, նույնպես անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը ու մասնավորապես ասաց. Անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունն ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին։ Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը։ Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի օրեր առաջ արված հայտարարությանը։ Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել, նշեց Հովիկ Աբրահամյանը Panorama.am կայքին։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր, կարճ գլխագրերով եւ առանց մեկնաբանության։ Եկեք 10 աշխատանքային օր հասկացրեք հարկային, մաքսային մարմնում, ֆինանսների նախարարությունում, դուք ինքներս զգացեք, ես քանի տեխնապա ունեմ, տեխնապաները հարվածում են աշխատողներին, գումար պահանջում են, չեն պահանջում, այսինքն դուք եկեք, որպեսզի կարողանաք դուք ինքներս բավարարեք։ Պարոն Սահակյան, դուք դեռ առանձնատուն չեք տեղափոխվել, թե չեք էլ տեղափոխվելու։ Չեմ տեղափոխվելու։ Նրա մասին բազմիցս ասում։ Պարտադիր չէ տեղափոխվելը։ Չէ, պարզվեց, որ պարտադիր չէ տեղափոխվելը եւ դա ինձ համար ավելի նպաստավոր է, որովհետեւ ես սիրում եմ իմ տունը, իմ կահույքը, իմ կենսակերպը, ապրելաձևից մեծ փոփոխություններ չեմ կարողանում։ Պաշտոնապես ո՞րն է կարողանում իսկ ժողովուրդը պաշտպանել է։ Ես շատ հարգում եմ, շատ անչափ երկու րոպե։ Այս ձևով խոսալ փողոցում դա մի քիչ ճիշտ եւ գրագետ չի։ Եթե մոտավորապես մի 10 օր սպասեք, ես ժամ կնշանակեմ, եկեք նախարարություն խոսենք։ Ահա։ Գիրո ջան, համարները վեկալ գնանք։ Ասա ցավդ տան։ Դու նենց անել եք ես պատարագին ուշանամ, ասեք բայց կորեկտ տվեք մարդիկ ավելի։ Բերեք սենց անեք, Սոնա, մի րոպե, մի վարկյան, որպեսզի ժողով չլինի, մի օր պայմանավորվում է, այս խմբին հավաքում է, պատկան ժողում ես ձեզ, մի ու շաբաթ ընդունում։ Յա, Սմբատյան բարուս, Սամոյին ճանաչում ես, ապիցեր չէ։ Ղեկավարը Պետալը տերցիկի երկու ամիսը ողդույս մարդաչուկը դրած։ Երկու ամիսը ողդույս մարդաչուկը դրած։ Հաղորդման այս հատվածում զրույց արվեստի մասին։ Մեր այսօրվա հյուրի մասին կարելի է վստահաբար նշել, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Նա գյումրեցի հայտնի Ձիթողցյանների Գերդաստանի շարավիղներից է, չնայած ստեղծագործում է այլ ոճով ու Գյումրիից էլ հազարավոր կիլոմետրեր հեռու։ Դեռ 5 տարեկանում նա սկսել է նկարել յուղաներկով։ 10 տարեկանում արդեն նրա անհատական ցուցահանդեսն էր Երևանում, իսկ այսօր էլ նա ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում։ Արվեստում իր սեփական գիծը ներդնելու, հայտնի հայելի դիմանկարների շարքի ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ այսօր զրուցում ենք
տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել ու հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Իմ առաջին հարցն այսպիսին է. ընդհանրապես ընդունված է ասել, որ արվեստում մնայուն տեղ են զբաղեցնում այն արվեստագետները, ովքեր ինչ-որ յուրօրինակ ու նոր բան են անում այդ դաշտում։ Ձեզ մոտ դեռ մանկուց այնպես է ստացվել, որ դուք կարծես թե հենց նոր մտահղացումներով հանդես գալու գիծն եք բռնել ինքնըստինքյան, քանի որ զբաղվում եք այնպիսի նկարչությամբ, որը կարծես թե ինքներդ եք հորինել։ Ընդհանրապես ինչ կպատմեք ձեր արվեստի մասին։ Այնպես դժվար է եւ ինքդ քո արվեստի մասին խոսալ։ Ուղղակի իմ հետաքրքրությունը դա էտապային է, ես ամբողջ արվեստի պատմությունը սիրել եմ ժամանակների ընթացքում եւ փորձել եմ ընդգրկել երևի ամեն հատվածի ինչ որ ինձ հետաքրքրող մասնիկը եւ ընդգրկելով, առաջ շարժվելով միշտ փորձել եմ անել այն ինչ որ ինձ հետաքրքրում է ամենաշատը։ Հատկապես ձեր հայելի կոչվող դիմանկարների շարքին եմ ուզում անդրադառնալ, ինչպես այն ստեղծեցիք եւ եթե հնարավոր է, օրինակ մի դիմանկարի ստեղծման պատմությունը, որովհետեւ արտադրական process-ը եւս հետաքրքիր է։ Դե ինձ ընդհանրապես միշտ հուզել է ամենակարևորը, միշտ ես նկատել եմ, որ երբ որ մենք նայում ենք նկարի վրա, մենք միշտ կենտրոնանում ենք մարդու էության եւ մանավանդ դեմքի ձեռքերի վրա։ Որ ես փորձում էի պարզեցնել մաքսիմալ կերպով իմ արվեստը, չկորցնելով ամենակարևորը եւ եկա դիմանկարչության։ Մանավանդ այս վերջին շրջանում, այդպես ես սկսեցի անել առաջին հայելիները եւ պարզեցնելով ինձ հետաքրքրում էր ընդհանրապես այս ամբողջ mass media-ն եւ մեր Facebook եւ այդպես կայքերի պատճառով մեր թափանցիկությունը, որտեվ Facebook-ի եւ այդպիսի էջերից մեզ բոլորը շատերը սկսում են ճանաչել առանց իսկապես ճանաչելու։ Եվ այդ թափանցիկությունը ինձ շատ հետաքրքրեց, ես սկսեցի անել կիսաթափանցիկ դիմանկարներ։ Երևի ինչ-որ ցանկությունով պահպանել քո էությունը առանց կիսելու ինչ-որ մասեր քո էության։ Եվ սկսեցի միտքս տարբեր ազգերի ներկայացուցիչների դիմանկարներն էր։ Ես ընդհանրապես նկարում եմ մարդկանց, ում ճանաչում եմ, ում հետ շփվում եմ, առնչվում եմ, այսինքն անծանոթներին չեմ դիմում, որտեղ ինձ շատերն են հետաքրքրում նկարը։ Եվ այդտենց առաջին նկարը արեցի մայիսին, ինձ թվում է, 12 թվականի։ Մոտավորապես դա ինձ զբաղեցրեց մի ամիս ժամանակ, բայց ես շատ եմ աշխատում օրը 12-ից 17 ժամ։ Իսկապես ես տարված եմ իմ գործով եւ շատ մեծ բավականություն եմ ստանում process-ից։ Հետաքրքիր է, սկզբում լուսանկարում եք տվյալ դիմանկարի հերոսուհուն, հետո արդեն սկսում եք աշխատել յուղաներկով։ Որտեվ այսօր մեր առօրյայում ոչ մեկ չի կարող այդքան ժամանակ հատկացնել որպես բնորդուհի, ես անում եմ ֆոտոշարք տարբեր անկյուններից, որպեսզի ես պատկերություն ունենամ 3D ոչ միայն մի կողմից, այսինքն ես չունեմ նկար, որից ես մի անգամից արտանկարում եմ, ես ունեմ Այսինքն դիտում եք տարբեր ռակուրսներից ձեր մեջ, այսինքն մնում է պատկերը եւ այդպես նկարում եք։ Ուզում եմ ձեր նկարներից մեկին անդրադառնալ, որը հենց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը տեղադրվեց ձեր Facebook-յան էջում, կրկին ձեր դիմանկարների շարքից էր, որտեղ տատիկն էր դեմքը փակած։ Ցանկություն չունեք, որպեսզի 100-ամյակին ընթരാճ ցեղասպանության հենց այսպիսի շարքով հանդես գաք ու ինչու՞ չէ նաեւ ցուցահանդես ունենաք։ Ես ամեն ինչին բացեմ, ինչ վերաբերում է 100-ամյակին Մենք ծրագիր ունենք մի քանի հայ երիտասարդ արվեստագետներով, երաժիշտներով, ապարողներով Եվրոպայից, ամբողջ աշխարհից, որոնք մենք ուզում ենք միանանք ու միասին մեծ ծրագիր ունենք, որը կազմակերպում է Ալեք Չաուշյանը Լոնդոնից, թավջութակար։ Մենք հիմա մտածում ենք աշխատենք միասին Տիգրան Համասյանի հետ, մենք երկուսով, նա յանի երաժշտությունը, ես պատկեր Շատ մտքեր կան, մենք հիմա հենց 100-ամյակի վերաբերյալ մենք հիմա դա մշակում ենք եւ հույս ունեմ, որ ինչ-որ շատ հետաքրքիր բան կստացվի։ Գիտեք, հաճախ կարծիքներ եմ լսում, որ ասում են Հայաստանը ամեն ինչով հետ է աշխարհից, թե մտածելակերպով, թե արվեստով եւ թե առհասարակ։ Դուք ինչ եք կարծում, սա համապատասխանում է իրականությանը։ Ինձ թվում է հետ բառը դա երևի մի քիչ սխալ է, բայց առաջնահերթությունները տարբերվում են։ Դա վստահ եմ, որ այդպես է։ Այսինքն մենք չունենք այն ու չենք շարժվում այն մեխանիզմներով, ինչ աշխարհն է գնում։ Դե աշխարհը շատ լայն գաղափար է։ Ուղղակի եթե մենք աշխարհը վերցնենք որպես Եվրոպա եւ Ամերիկա զարգացած երկրներ, ինձ թվում է իրանք արդեն անցել են այդ этаպներով, որոնցով մենք ենք հիմա անցնում, եւ նրանց մոտ դա արդեն էական չի։
Այսինքն սկզբնական ինչ-որ հարցեր արդեն իրենց մոտ լուծված են, իրենք արդեն ծնվում են այդ լուծված հարցերով, որոնցով մենք պետք է անցնենք։ Հասկանալ է, որովհետև այստեղ արվեստով մարդիկ հացի խնդիր են լուծում, իսկ այնտեղ մարդիկ ինքնըստինքյան բավարարված այդ պահանջը եւ ուղղակի ստեղծագործում են ինչ-որ նոր բան են անում։ Այնտեղ արվեստագետներն են այնտեղ շատ տառապում, բայց նրանք ունեն ընտրություն։ Նրանք կան արվեստագետ այլևս չլինեն եւ ապրեն միջին նորմալ կյանքով։ Իստեղ արվեստագետը, եթե արվեստագետ չլինի, ընտրի ուրիշ մասնագիտություն, դա չի նշանակում, որ ինքը ապահովված կլինի։ Կա ինչ-որ բան, որի մասին ես չհարցրի, սակայն դուք կուզեիք դրան եւս անդրադառնալ, խնդրեմ։ Երևի կուզենայի տեսնել այն օրը, երբ որ Հայաստանում արվեստին մոտեցումը երևի մի քիչ ավելի հետաքրքրվածությունը շատ լիներ, որտեվ ժողովրդի կողմից կա այդ հետաքրքրությունը, ինձ շատերն են գրում Facebook-ի միջոցով կամ իմ կայքի միջոցով, եւ շատերն են ուզում տեսնել ցուցահանդես, ես այդ օրը շատ եմ սպասում, բայց ցավոք այսօր նկարիչը դա նկարելը հերիք չի, շատ կազմակերպչական հարցերը շատ կարեւոր են եւ ես կուզեի տեսնել Հայաստանում գոնե մեկ արվեստի գալերեա, որը միջազգային ցանցի մեջ մտնի, այսինքն մասնակցի միջազգային ցուցահանդեսների, ներկայացնի հայ նկարիչներին, որտեվ ինձ թվում է արժանի մարդիկ ստեղ շատ կան։ Այս ամենին ուղղակի պետական մոտեցումն է պակասում։ Եվ պետական եւ անձնական, որտեվ մարդիկ ովքեր ունեն միջոցներ, ինձ թվում է ժամանակն է արվեստի մեջ ներդնել, որտեվ երկիրը, որը չունի մշակույթ, բոլորս գիտենք, նույն Դուբայը, իրանք ներդրում են արվեստի եւ ամեն ինչի մեջ, որ բերեն իրենց երկիր, որտեվ ինչ շենքեր էլ իրանք չսարքեն, փողոցները ոնց է իրանք չլուսավորեն, մինչև արվեստը չհիմնվի, դա կենտրոն չի դառնա։ Նույն բանն է շատ կուզենայի տեսնել Երևանում։ Դատական աղմկոտ գործերի մասին։ Խուլիգանության մեջ մեղադրվող ազատամարտիկ պահեստազորի գնդապետ Վոլոդիա Ավետիսյանն անցած շաբաթ դատական հերթական նիստին մինչ դատավորի ներս մտնելը փորձեց հայտարարությամբ հանդես գալ։ Դատը հսկող ոստիկանները սակայն դա թույլ չտվեցին, ասելով, որ դատավորի բացակայության ընթացքում իրավունք չկա նման բան անել։ Նա ցանկանում էր ներկայացնել, թե կալանավայրում բույս ծառայողներն ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։ Դահլիճում ներկա ազատամարտիկները բորբոքվեցին եւ պահանջեցին, որ թույլ տան ազատամարտիկին արտահայտվել, սակայն Վոլոդիա Ավետիսյանը հրաժարվեց շարունակել իր խոսքը։ Շաբաթվա բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էր։ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է։ Ամբաստանյալ Ռուբեն Մնացականյանը դատավորից դժգոհել ու գյուբրեցու բարբարով հարցրել է. «Այդ ուժերդ մենակին վրես կպատե»։ Եվս մեկ լուր դատարանից ու կրկին Գյումրիից։ Վարելիքի գողության փաստն այս տարի պատճառ է դարձել, որպիսի Գյումրու բնակչուհի 3 անչափահաս երեխաների մայր Վերոնիկա Սուքասյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնվի մեղադրյալի աթոռին։ Նրա դեմ մի քանի ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այս տարվա հունվարին նա ապօրինի մուտք է գործել հարևանի բակ ու այդտեղից իրենց տուն տեղափոխել վառելանյութ։ Կալահեռուստաընկերություններ անցած շաբաթ անդրադարձել այս թեմային ու նշել, որ Վերոնիկա Սուքասյանի մեծ դուստրը ամբուժելի հիվանդությամբ է տառապում։ Նրա մոտ նաև արյան քաղցկեղ է նախորոշել։ Ձմռան ցրտից հիվանդ երեխայի ոտքերը ցրտահարվել են։ Ինքն էլ ստիպված է եղել հարևանի վառելափայտից օգտվել։ Անցած շաբաթ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հասմիկ Խաչատրյանին ամուսնու կողմից ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատաքննությունը բավականին լարված է անցել։ Մեղադրյալի մերձավորներն ու սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հայհոյել ու հարձակվել են իրավապաշտպանների վրա։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Ահարոնյանն ամիսներ առաջ պայքարում էր փակ շուկայի պահպանության համար ակցիաներ իրականացնող նախախորհրդարանի անդամների դեմ։ Գավառում տեղի ունեցածը առանց մեկնաբանության ու բառերի մի մասը խլացված։ Կանանց թող չի ձեզեն, եթե թասիվով են։ Դուք որտեղացի եք։ Ձեզ քեծեզի։ Ձեզ որտեղացի եք։ Դիրեք ձեր երկիրը եք եկել Հայաստանը խանգարում։ Հայաստանից եմ ես։ Դուք եք Հայաստան, ձեր բարբարը չի երևում, դուք որտեղից եք։ Այո, շատ բարդ։ Գնացեք էլի Հայաստանը, դուք ստեղի ջուրը չեք խմել։ Դուք չգիտեք ստեղի ավանդույթները։ Համացանցում մեծ դժգոհություն առաջացրեց մեր երկրում Ռուսաստանի դեսպանի հերթական սկանդալային հայտարարությունը։ Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների չեզոքացումը, որոնք դեսպանի կարծիքով ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում։ Մոսկվայում լույս տեսնող հայկական Նոև Կավչեկ ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը մասնավորապես ասել է.
Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ Այս առումով որևէ կասկած չկա, սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում։ Ռուսաստանում օրինակ օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը։ Ի վերջո ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում։ Հաղորդման այս հատվածում Carrefour-ի մասին, որի վերաբերյալ տեղեկությունները տնտեսական լրահոսից Հայաստանում անցել են քաղաքական լուրերի շարքը։ Ժողովուրդ թերթն անցած շաբաթ գրեց. Հայաստանյան գործարարները սկսել են մտահոգվել, պատճառը ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցն է, որի մասնաճյուղն առաջիկայում կբացվի նաև Հայաստանում։ Բանն այն է, որ տարբեր երկրներում ավելի քան 15000 առևտրական կենտրոն ունեցող Carrefour-ը հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը։ Տնտեսագետների պնդմամբ Carrefour-ում ապրանքները համեմատաբար էժան գներով են վաճառվում։ Հետևաբար ֆրանսիական ցանցի հայկական շուկա մուտք գործելուց հետո հայ գործարարներից շատերի համար խնդիրներ կառաջանան։ Carrefour-ի Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռևս 2012 թվականի սկզբից, իսկ արդեն նոյեմբերին հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը՝ Dalma Garden Mall-ը, սակայն ֆրանսիական ընկերության հիպերմարկետն այդպես էլ չբացվեց։ Հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Carrefour-ը գործելու է Երևան մոլում։ Թե որն էր պատճառը, որ Carrefour-ի մուտքը հայաստանյան շուկա ձգձգվում էր, հստակ հայտնի չէ։ Ընկերության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, թե դեռ ուսումնասիրում են հայաստանյան շուկան։ Մյուս կողմից սակայն լուրեր էին պտտվում, որ հայ օլիգարխներն են խոչընդոտում Carrefour-ի մուտքը Հայաստան։ Ի դեպ այդ խնդրին անդրադարձել են անգամ օտարերկրյա դիվանագետները, մասնավորապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող կասեցնել Carrefour-ի մուտքը։ Ֆրանսիական հիպերմարկետների ցանցի մասին խոսակցություններին վերջակետ կդնի անձամբ Ֆրանսիայի նախագահը, ով մայիսի 12-ին Երևանում կայցելի Carrefour-ի տեղակայման վայրը։ Carrefour-ը նախատեսում է Հայաստանում բացել 11 խանութ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայը ֆրանսիացի լրագրողների համար կազմակերպած ճեպազրույցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում Ռուսաստանից հետո, եւ նախագահ Հոլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի։ Անցած շաբաթ ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի կանոնադրական հանձնախումբը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևին։ Խումբը ԱՄՆ նախագահին ու կոնգրեսին կոչ է արել նեցուկ կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Հայանպաստ բանաձևը ներկայացրել էր Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գաթոն։ Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը երախտագիտություն է հայտնել Գաթոին այդ կարևոր օրինագծի համար եւ հույս է հայտնել, որ Կալիֆոռնիան, Ռոդ Այլենդի, Մենի, Մասաչուսեթսի եւ Լուիզիանայի հետ միասին կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ իր պատմական հայրենիքում անկախ ու ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորությունը։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշել է մեծանուն հայ աշուղ բանաստեղծ Սայաթ Նովայի ստեղծագործությունների երկլեզու հայերեն թուրքերեն ժողովածու հրատարակել։ Թուրքական Սոնդակիկա կայքի հավաստմամբ առաջին անգամ է, որ Թուրքիայում պետական հովանավորությամբ հայալեզու ստեղծագործություն է հրատարակվում։ Տեղեկությունների համաձայն արդեն կա պայմանավորվածություն հայ թարգմանիչների հետ։ Ժողովածուի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն ու գիրքը լույս կտեսնի այս տարվա հունիսին։ Ուշագրավ է, որ այդ նախաձեռնությունը թուրքական մամուլը ներկայացնում է որպես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձից հետո Անկարայի կատարած հաջորդ քայլը հայերին ընդառաջ։ Ի դեպ, անդրադառնալով Սայաթ Նովայի մասին թեմային նշենք, որ Ադրբեջանում հերթական հակահայկական հիստերիայի առիթը թուրքական թերթերից մեկի հրապարակումն է։ Ադրբեջանական Հաքին Ազ կայքը գրում է, որ իբր Ադրբեջանի օրհներքի հեղինակներ Ուզեյր Գաջիբկովի եւ Ահմեդ Ջավադի հեղինակած երգը Թուրքիայում ներկայացվել է որպես հայկական։ Իրականում երգի առաջին իսկ հնչյուններից հասկացվում է, որ խոսքը Սայաթ Նովայի քամանջա երգի մասին է։ Թուրքական Սաբայե թերթը ներկայացրել է Սայաթ Նովայի երգը նաեւ նշելով, որ 1960-ական թվականներին թուրք ազգայնամոլները տեքստը փոխել են։ Փարիզում անցկացվող հարավարևելյան Եվրոպայի կինոֆիլմերի փառատոնում մրցանակ է ստացել հայ աղջկա մասին պատմող թուրք ռեժիսորի ֆիլմը։ Զիազան կոչվող ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը թուրք դերասան Դերյա Դուրմազն է։ Ըստ թուրքական Միլիե թերթի ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։ Ֆիլմը պատմում է 4-ամյա հայ աղջկա մասին, ով սիրած շոկոլադը գնելու համար փորձել է Հայաստանից անցնել Թուրքիա, թաքնվելով հորեղբոր ճամպրուկի մեջ։ Հաղորդման այս հատվածում կրկին շաբաթվա ուշագրավ մի քանի իրադարձությունների մասին եւ նորից կարճ գլխագրերով ու առանց մեկնաբանության։ Չի եղել ընդհարում, ընդհանրապես փողոցն անցնելու ժամանակ դեմեմի տղաները հապաղել են մի պահ, ցանկություն են ունեցել, իրենց բացատրվել է, որ եթե օրինականություն է խախտում,
օրենքը կլինի խիստ։ Առաջարկել է եւ ընդհանրապես 1-2 րոպե է տվել եւ դա դադարել է, այդտեղ ես կոնֆլիկտ չեմ տեսնում։ Պարոն Գասպարյան, փաստորեն իրեն բերել եք, որ տեսնենք, որ հասարակությունը տեսնի, որ ինքը ձերբակալված չի, հա։ Այո, նույնիսկ պատրաստ եմ գրկել իրան եւ ցուցադրել հասարակությանը։ Չի էլ ձերբակալվել։ Դեռ ոչ։ Պարոն գեներալ, ինչպես եք մեկնաբանում Օրլիկի հայտարարությունը, որ պետք է Ղարաբաղի մի քանի տարածքներ վերադարձնել։ Դե այտենց, էսի դու նոր ես լսում տղա ջան, քանի տարեկան ես։ 25 տարի է ես լսում եմ։ Այս քո տարիքի չափ լսում եմ։ Միշտ էլ ուզեր են, իրաց տվող այլ է։ Այդ ազատագրված տարածքները չհայտարարված պատերազմ, չհայտարարված չվերջացած ու սենց էլ էդում է, ուզում են։ Մերանք ուզում են մեկ էլ լիճ տանք։ Խմբի համանախագահ Ջեյմս Մորլիկը հայտարարություն արեց, որ իր խոսքերով ասեմ, գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ կասեք այդ առիթով։ Ինքը ով է որ տես բան ասի է։ Չէ, դե ինքը իրավունք ունի տես բան ասել։ Իր կարծիքն է, թող ինքը հայտնի իր կարծիքը։ Հետ վերադարձնելը ինչ արունով, հետ վերադարձնենք, ոնց վերադարձնենք։ Հողերը արունով, գումարով, ինչով, օդից չենք վերադարձնելու։ Մանավանդ դա մեր հողերն են։ Միքոյանը մեր ազգաման ինչ արել։ Մի հատ պատմական բան կարա հիշացնենք։ Արել է, ասենք, Ռուսովետի համար, Ռուսի համար։ Դուքան ռուսների սարքի։ Ինա կարող ասել սարքի Միքոյանը։ Համացանցում շաբաթվա շոու բիզնեսյան աղմուկը կապված էր Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի հետ։ Բլոգեր Գևորգ Ալեքսանյանը նախոսելով տեսահոլովակի կոնկրետ կադրի մասին կարծիք հայտնեց, թե առաջին հայացքից տպավորություն է, որ 18-ից բարձրների համար նախատեսված ֆիլմ գովազդող պաստառ լինի։ Ախրչափի զգացումն էլ լավ բան է։ Տեսանյութում Լիլիթի կողմից մարմնավորած նիմֆոմանուհու կերպարը ոչ մի դեպքում չի կարելի ասոցացնել հայ աղջկա կերպարի հետ, բայց արի ու տես զուտ կոմերցիոն, իսկ գուցե նաև այլ նկատառումներից ելնելով Լիլիթը ուզում է, որ օրինակ իր պատանի երկրպագուների մոտ հենց այդպիսի ընկալում էլ լինի, զայրացել է Գևորգ Ալեքսանյանը։ Քննարկումներին մասնակցում էին անկախ տարիքից ու սեռից, խոսակցությանը խառնվել էին նաև քաղաքական գործիչները։ Ժառանգություն կուսակցության քաղխորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանն այս առիթով գրեց. Ապշած եմ անադեկվատության այն դոզայից, որը համակել է շատ հայ տղաներ աղջիկների։ Դիսկոտեկային թեթև երաժշտությանը այնպես են վրա տվել, կարծես հայոց մշակույթի ճակատագիրը վճռվում է դրանով։ Վստահ եմ, որ քննադատողները պահը բաց չեն թողնում լուրջ թե գինով ցած տժժալու Թաթայի Ռազմիկ Անյանի, Նունե Եսայանի ու այլոց կլկլոցների տակ, այդ թվում Հանրապետության հրապարակում, եթե ոչ իհարկե Սպիտակցի Հայկոյի կամ Թաթուլի մուղամների տակ։ Ամոթը 21-րդ դարն է, ուզում եք չադրայով բերանը փակ նկարվեր, լավս ուր ենք հասել, գրեց Ստյոպա Սաֆարյանն ու նույնիսկ իր Facebook-յան էջում տեղադրեց տեսահոլովակը, որից մի հատված դիտեք հենց հիմա։ Դե իսկ շաբաթվա ու տարվա երաժշտական ամենակարևոր իրադարձությանը Եվրատեսիլ 2014-ին Հայաստանի մասնակից Արամ Էմպետրիի հիանալի ելույթին եւ հերթական գաղափարի շուրջ աշխարհասփյուր հայության համախմբման կարևորության մասին մենք կխոսենք մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Եվ վերջում իմ արտաքին տեսքն ապահովելու եւ հաղորդմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Մարիոթ հյուրանոցում գտնվող Միլենա գեղեցկության սրահին։ Սա թող տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացրեց մեկ հաղորդման մեջ։ Դες Տանի Միրաքյաններ կհանդիպենք։